Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համայնայնության մայրաքաղաք Երևանից։ Այսօր մարտի 9 է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական տարածաշրջանային ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Գիտեք, հիմա Սիրիայում լարված իրավիճակ է, խոսենք դրա մասին, նոր մնացած հարցերին հերթով անդրադառնանք։ Ուրեմն Սիրիայից ինչ ինֆորմացիա ունենք, անվտանգության ուժերի և Սիրիայի տապալված նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների միջև երկօրյա բախումների և դրան հաջորդած ջարդերի հետևանքով ավելի քան 1000 մարդ է զոհվել։ Ընդ որում զոհվածների մեծ մասը ալավիների խաղաղ բնակիչներ են, 750 մարդ։ Ալավիական գյուղերի և փոքր քաղաքների բնակիչները Associated Press-ին պատմել են սպանությունների մասին, երբ զինյալները փողոցներում կամ իրենց տների դարպասների մոտ գնդակահարել են ալավիներին, որոնց մեծ մասը տղամարդիկ են եղել։ Ալավիների բազմաթիվ տներ թալանվել են, այնուհետև հրկիզվել տարբեր շրջաններում։ Այսինքն հիմա մենք տեսնում ենք, որ նաև նպատակային գնում է ցեղասպանություն, ոչնչացնում են, շիա ուղղությամբ են ալավիները, իսկ նրանք ովքեր հիմա իշխանության են եկել սունի են, եւ ալավիները մոտ առապես բնակչության 10%-ն են կազմում, բայց հիմա նպատակային նրանց վերացնում են։ Reuters գործակալությունը հայտնում է, մի քանի 100 սիրիացիներ, հիմնականում կանայք, երեխաներ եւ ծերեր, բռնություններից ապաստան են գտել Լաթաքիայում ռուսական ավիաբազայում։ Սոցցանցի մի շարք օգտատերեր հրապարակել են կանանց եւ երեխաների լուսանկարներ, մակագրելով, որ նրանք քրիստոնյա դռուկ եւ ալավի փախստականներ են, որոնց Ռուսաստանը հնարավորություն է տվել ապաստանել Խմեյմիմ ավիաբազայում, հայտնում է Deutsche Welle։ Իդեպ Սիրիայում 568 մարդու մահապատիժ է փաստագրվել, այդ թվում կանանց եւ երեխաների։ Հիմա նաեւ տպավորությունն է, Ռուսաստանը բանակցում էր Սիրիայի հետ, որպեսզի իր բազան մնա, հարմար տարբերակներ էր առաջարկում, հաշվի առնելով, որ իրանք այդ բազան տարել էին Ասադին պաշտպանելու համար, հիմա Ասադին տապալել են, բայց ռուսներն ասում են մեկ այդտեղ ներկայացված լինենք, ձեզ էլ ձեռնտու կլինի, Ասադը չկա։ Հիմա այս առիթով հիմա երկակի իրավիճակ է, այսինքն իրանք այդ մարդկանց օգնում են փախստականներին, մի բանով երևում է, որ ինչքան մարդասիրական բան են արել, մյուս բանով, որ նրանք կռվում էին գործող իշխանության հետ։ Այն ամենից սա Ռուսաստանի համար դրական է, որ տեսեք մարդկանց մահապատժից փրկում են։ Իհարկե, այս պարագայում նաև խնդիրները դրանով չի սահմանափակվում, որովհետև բավական լարված է վիճակը, իսկ Եվրամիության դիվանագիտական ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. Եվրամիությունը խստորեն դատապարտում է Սիրիայի ժամանակավոր կառավարության ուժերի վրա Ասադին աջակցող տարրերի վերջին հարձակումները եւ խաղաղ բնակչության դեմ բոլոր բռնությունները։ Քաղաքացիական անձինք պետք է պաշտպանված լինեն բոլոր հանգամանքներում, հարգելով միջազգային մարդասիրական իրավունքը։ Եմեն նաև կոչ է անում բոլոր արտաքին դերակատարներին լիովին հարգել Սիրիայի ինքնիշխանությունը, միասնությունը եւ տարածքային ամբողջականությունը։ Եմեն դատապարտում է ցանկացած փորձ խաթարելու կայունությունը եւ կայուն խաղաղ անցումային հեռանկարները, ներառելով եւ հարգելով բոլոր սիրիացիներին իրենց բազմազանությամբ։ Իհարկե, այստեղ այս Եվրամիության հայտարարության մեջ մենք ակնհայտ տեսնում ենք, որ իրանց համակրանքը գործող իշխանության կողմն է, սա նորություն չի, իրանց համակրանքը այն ժամանակ էր գործող իշխանության կողմ, որտեղ իրանք համարում են վերջապես ռուսական եւ իրանական ազդեցությունից դուրս եկավ Սիրիան եւ շատ նորմալ էին ընդունում, որ դա անցավ թուրքական ազդեցության տակ։ Սա է հարցը, որ մեզ համար մտահոգիչը որն է, որ Եվրամիության համար իրանք դիտարկում են Թուրքիային որպես գործընկեր նաեւ Սիրիայի հետ կապված հարցում, իսկ արդյոք մենք դա այդպես ենք հասկանում, որքան ուզում է մեր համակրանքը Եվրամիության կողմն լինի։ Մենք հարգում ենք իրանց շահերը, բնական է, բայց նաև հասկանում ենք, քանի մենք Եվրամիության անվտանգային համակարգի հետ պայմանավորվածություն չունենք, այսպիսի ժեստերը Թուրքիային հաստատ մեր օգտին չէ։ Մենք ուշանում ենք գուցե Եվրամիության հետ ավելի հստակեցնենք մեր քայլերը։ Այդ դեպքում չէինք մտահոգվի եւ կասենք դե ինչ ա եղել որ։ Եթե իրանք գործընկեր են ընդունում, մենք ինչ խնդիր ունենք, առավելևս եթե մեր անվտանգությունը պաշտպանված է, մեր գործընկերությունը Եվրամիության հետ պաշտպանված է, որևէ խնդիր չունենք։ Այլ ինչ որ միտեղ է Թուրքիան էլ մի քիչ զսպվում է, որովհետեւ եվրոպական խաղի կանոններով է գործելու։ Բայց առայժմ Թուրքիայի կարիքը իրանք ունեն, բայց մենք մեր խնդիրները չենք կարգավորել։ Այս է, որ մեզ համար մտահոգիչ է։
որտեղ ինչպես տեսնում եք, իրանք նույնիսկ եթե խոսում են խաղաղ բնակության մասին, կոնկրետ հասցեական չեն դիտարկում, որ նաև իշխանությունները ցեղասպանության են ենթարկում կոնկրետ ուղղվածության, կոնկրետ կրոնական պատկանելիության կամ կոնկրետ ազգության մարդկանց։ Եվ նաև դա նպատակային է արվում, դա իրանք չեն ընդունում որպես այդպեսին։ Գուցե մենք ենք թյուրիմացության մեջ այդպես չի այդպես ենք ընդունում, բայց հաստատ 1000 հոգու 750-ը եթե մի ազգության պատկանելուց էլի դժվար է մտածել, որ դրա մեջ պատահականություն է։ Բայց այնուամենայնիվ մենք տեսանք Եվրամիության դիրքորոշումը, որը այնուամենայնիվ մեծ տեղ է տալիս մտածելու, որ մենք դեռ գործնական առումով լուրջ քայլեր չենք կա։ Թվում է տեսա մեզ չի վերաբերում, մեզ ինչ թե Սիրիայում ինչ են անում, ոնց չի վերաբերում։ Բացի այն, որ երկու հայ զոհ ունենք նաև, որ կոնկրետ նպատակային սպանած են, որտեղ պատահական հարվածից չի եղել դա, էդ էլ է պարզված, բացի դրանից, որ մենք չգիտենք, թե ինչ է սպասվում մեր համայնքին, լա դա իրանց հերթի մի մասին, եւ մենք չգիտենք, թե Եվրամիության եւ Թուրքիայի սիրախաղը առանց եթե մենք այդ խաղից դուրս ենք, ինչա նշանակում մեզ համար։ Իդեպ Դոնալդ Տրամփն ասում էր, որ իմ ժամանակ պատերազմ չի եղել եւ իմ ժամանակ պատերազմ չի լինելու, այն ինչ էլ որ կա դադարեցնելու ենք։ Ինչպես տեսնում եք, իր ժամանակ 44 օրյա պատերազմն ա եղել եւ այսօր մենք ընդհանրապես վերաբերմունք չենք տեսնում Սիրիայի հետ կապված։ Իրանք լավ էլ ողջունեցին, որ սկուտերի վրա Սիրիան տրվեցին Թուրքիային, առանձնապես դրանից չեն հուզվել եւ առանձնապես որևէ ցանկություն չունեն դրա հետ կապված որևէ բան անելու կամ որևէ բան կանխելու։ Այսինքն թող իրանք իրար մեջ պարզեն, իշխանություններն էլ ասում են, որ զենքը վայր դրեք, այլապես կդնենք, կոչնչացնենք, մեկա չենք զիջելու, վերահսկողության տակ են վերցնում որոշ տարածքներ։ Իհարկե մեզ համար այն չի, որ ասենք, վայ Ասադի կողմնակիցները, որ պայքարել լավ են արել։ Դրա պայքարել անիմաստ էր, պահողեք ձեր երկիրը պահեիք, կռվողեք ձեր երկրի համար կռվեիք, կամ Ասադին պահեիք, ինչ անեիք։ Բայց եւ միևնույն ժամանակ արդյունքը, որ Ասադի զինյալների դեմ պայքարելուց նպատակային դնեն ցեղասպանություն անեն աչքի առաջ, մենք էլ միշտ մտածել ենք, ասել ենք, բա մեր խնդիրներին ինչի չեն ուշադիր։ Հիմա տեսնում եք, մեր աչքի առաջ կողքից նայում ենք, տեսնում ենք այդ խնդիրների վերաբերմունքը որն է։ Իսկ դա արդեն բավական մտահոգիչ է։ Անպայման չի մեր հետ կատարվի, որ այդ գնահատականը տանք։ Մի հարց էլ նորից էլի Իրանի հետ կապված, որը լինելով մեր հարևանը, մենք չենք ցանկանա նրա հետ կապված խնդիրների մեջ մտնենք, Իրանը արդեն մեկուսացված էր, բայց Տրամփը այնպիսի քաղաքականություն ա վարում, որ հիմա ինքն է մեկուսանում, Իրանը բավական լավ էլ ակտիվացել է։ Եվ այդ պարագայում նաև ամերիկան սպառնալից բաներ է ասում Իրանին, այլևս ոնց որ ժամանակավոր է պահը բաց են թողել։ Հիմա Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամեյնիին ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփի Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին առաջարկով նամակին հայտարարել է. Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի որ Վաշինգտոնը հետապնդում է միայն սեփական շահերը։ Տրամփի առաջարկը թելադրված է ոչ թե խաղաղության ձգտումով, այլ ԱՄՆ-ի գերակայության պարտադրմամբ։ Բանակցություններում որոշ ուժերի համառությունն ուղղված չէ խնդիրների լուծմանը, այլ հետապնդում է սեփական պահանջները պարտադրելու նպատակ։ Իրանի համար դա անընդունելի է, Իրանը իհարկե չի ընդունում նման պահանջները, ասել է Խամեյնիին։ Այսինքն դա ակնհայտորեն ցույց է տալիս, որ իրանք ընդհանրապես արդեն իրանք բավական վստահ են զգում եւ նույնիսկ մտածում են, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները արդեն չի էլ համարձակվի իրանց հետ կապված ռազմական գործողությունների դիմի, որովհետեւ արդեն Ամերիկան իր դերակատարությունը աշխարհում կորցնում է, իսկ Իրանը այդ կորցրածը վերականգնում է, այսինքն գործընկերության առումով։ Իսկ հիմա ԱՄՆ ֆինանսների նախարար Սկոտ Բեսետն այդ մասին թե ինչի է պատրաստ գնալ Վաշինգտոնը, եթե Իրանը հրաժարվի նահանգների հետ բանակցություններից պատասխանել է։ Մենք կոչնչացնենք Իրանի նավթարդյունաբերությունը եւ կքանդենք նրա տնտեսությունը։ Մենք կդադարեցնենք անօթաչուների արտադրությունն Իրանում եւ կանջատենք այն միջազգային ֆինանսական համակարգից։ Ժողովուրդ ջան, ֆինանսների նախարար մի ասա, մի Ռեմբո ասա։ Այդ նաշեն լա ֆոնդային բորսային նայի։ Այդ քո արածը որքան գիտենք, պետք է ինձ աներ մաքսատուրքի պատճառով գները չբարձանար։ Այս իշխանությունն եկել է, ասել է գալու ենք գնաճի դեմ պայքարենք, մարդկանց եկամուտները ապահովենք, հարկերը իջացնենք։ Այդ ուղղությամբ բան արվե։ Այդ ֆինանսների նախարարը սենց ռմբակոծում, հրթիռակոծում արդեն։ Ու գիտեք ինչն է հարցը, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները
Էլի ենք խոսել այդ մասին, կանգնում ասում եմ միջուկային զենքը պակասացնում ենք, իմ ռազմական արդյունաբերությունը պակասացնում եմ, Իրանին ինչի է դեմ, որ ինքը միջուկային զենք ունի, այդ մեկ միջուկային զենքը Իրանի դեմ ենք եղել, մտածել ենք, բայց ինչի միջուկային զենքը ավելանա, կամ բացի այդ էլ որ ավելանում է իսլամական պետություն, ֆունդամենտալ, մտածում ես, ասում ես, կարող է իր հոգևոր առաջնորդը մի հատ հանձնարարություն տա, նրանք դնեն կատարեն, էլի որպես ֆանատիկ կատարեն բայց հիմա երբ որ մենք տեսնում ենք, որ մի ամսում Ամերիկայի նախագահն իրան թագավորը հռչակում, ոնց որ թե լավ էլ իր ասածն անում են, մի Ամերիկայում ավելի վտանգավոր է միջուկային զենք ունենալը, քան Իրանում, բան փոխվեց աշխարհում, բայց դեպքում ոնց եք պատկերացնում, ինչի պետք է օրինակ Իրանը չունենա, ինչի, Պակիստանն ունենա, Իրանը չունենա, ինչի, որն է դրա չափի միավորը, որովհետև նրանց չի կարելի վստահել Իրանում ավելի շատ ժողովրդավարություն այսօր կա, Իրանի հոգևոր առաջնորդի ասածին ավելի շատ են հակառակվում, մենք մինչև մի հենց գիտեինք, որ Իրանին վտանգավոր է, բայց ոնց որ տեսանք չէ, ժողովուրդ ջան, Պուտինի ձեռը որ ռումբլի մարդիկ պատրաստ են մեռնեն Պուտինի համար, Ամերիկայում էլ թագավորը ոնց որոշի ասեն թագավորն ապրած կենա, բան փոխվեց, չէ ժողովուրդ ջան, այդ դեպքում հարց է առաջանում, Իրանը ինչի պիտի չձգտի միջուկային զենք ունենա, եթե ասում են ուժեղների մեջ աշխարհը բաժանում ենք ու վերջ, տենցով ենք առաջնորդվելու, ով ինչ վերցրեց մրցակցային առավելություն ունենալու բանակցությունների մեջ, դրանով զոռով ոնց որ մարդկանց ասեք զինվեք եւ իրար դեմ պայքարեք։ Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է. Իրանն ի վիճակի է չեզոքացնել պատժամիջոցները, ուստի չի սպասի ԱՄՆ-ից որևէ նամակի։ Մեկնաբանելով Իրանի հետ բանակցություններ սկսելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, Ղալիբաֆն ասել է, որ այս առումով պետք է նշել, որ ԱՄՆ նախագահի պահվածքն այլ երկրների հետ հարաբերություններում ակնհայտորեն ցույց է տալիս, որ այդ հայտարարությունները պարզապես բանակցությունների ձգտելու կեղծ ցուցադրություն է։ ԱՄՆ-ն ձգտում է պարտադրել իր պահանջները եւ զինադափել Իրանին, ինչպես նշված է նրա ստորագրած ԱՄՆ քաղաքականության փաստաթղթում։ Ուստի մենք ԱՄՆ-ից նամակներ չենք ակնկալում եւ կարծում ենք, որ օգտագործելով մեր հսկայական ներուժը եւ օգտվելով այլ երկրների հետ արտաքին հարաբերությունների ընդլայնման հնարավորություններից կարող ենք հասնել մի դրության, որի դեպքում հակառակորդն այլ ելք չի ունենա, քան հանելու պատժամիջոցները, նշել է Իրանի խորհրդարանի նախագահը։ Այսինքն, երբ որ Ամերիկան գնում է մեկուսացման, Իրանն ասում է, մենք հիմա այլ երկրների հետ մեր գործընկերությամբ նորմալ ինտենսիվ աշխատում է էլ Շանհայի կառույցի համագործակցության կառույցի շրջանակներում, էլ BRICS-ի շրջանակներում, էլ հիմա ԵԱՏՄ-ի հետ պայմանավորվածության շրջանակներում փորձում է ամեն ինչ անել մեկուսացումից դուրս գա։ Բան չէր մնացել, Իրանին չեզոքացրել էին, վախետ Ռուսաստանին էլ չէր օգնում։ Հիմա ինքը ասում է այլ երկրների հետ իմ համագործակցությունն այնպիսին է, որ ուզում եք սանկցիաներ կիրառեք, ուզում եք չէ, ոնց կկիրառեք, նենց է կհանեք, որովհետև այլևս դա որևէ ազդեցություն չի ունենա։ Մենք ավելի մեծ լայն գործընկերության ենք գնում, իսկ որտեղից ռիսկ արեցին Իրանի հետ գործընկերության գնան, որովհետև արդեն տեսան, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները իր աշխարհաքաղաքական կշիռը կորցնում է, իսկ մինչև այդ բավական զգուշավոր էին Իրանին օգնելու հարցում, անգամ Ռուսաստանն էր զգուշավոր։ ԱՄՆ կառավարության արդյունաբերության բարձրացման գերատեսչության ղեկավար Իլոն Մասկը առաջարկել է պատժամիջոցներ կիրառել ուկրաինացի 10 խոշորագույն օլիգարխների նկատմամբ։ Այսպես նա արձագանքել է Սպիտակ տան մոտ ուկրաինական հսկա դրոշի ծածանման ակցիային։ Պատժամիջոցներ կիրառեք Ուկրաինայի 10 խոշորագույն օլիգարխների, հատկապես Մոնակոյում առանձնատներ ունեցողների նկատմամբ, եւ դա անմիջապես կդադարի։ Սա է փազլի բանալին, գրել է Մասկը։ Ըմբոստեք հետաքրքիրը որն է, այսինքն մենք այս կարգի բաներ լսել ենք Ռուսաստանից, հիմա երբ որ այս կարգի բաներ լսում ենք Ամերիկայից, հասկանում ենք, որ Ամերիկան իրականացնում է այս վարչակազմը, Ռուսաստանի ծրագիրը, երբ որ Ռուսաստանի հետ կապված մի բաներ ելնում, ոնց էին ասում հարուստները, աման չնեղացնեք, չղայնացնեք ռուսներին, մենք խնդիրներ կունենանք, որովհետև եթե Հայաստանի հետ կապված մի բան կա, իրանք կարող ազգությամբ հայերին, նույնիսկ իրանց քաղաքացի ճնշեն, խնդրում ենք տես բան մի արեք, հիմա ինչ է ստացվում, մարդը գնացել է Ուկրաինայի դրոշը ծածանում է, ասենք Սպիտակ տան առաջ, պարզեցիք այդ մարդը Ուկրաինայի քաղաքացի է, քաղաքացի չի, ինչ կարգավիճակ ունի,
Ամերիկայի քաղաքացի է թե չէ։ Մարդը կարող է ազգությամբ ուկրաինացի Ամերիկայի քաղաքացի լինի։ Ամերիկայի քաղաքացին Ամերիկայի Միացյալ Նահանգներում չի կարող իր բողոքի ձայնը բարձրացնել ինչ որ հարցի հետ կապված, դրա համար պետք է սանկցիա կիրառեն իր պատմական հայրենիքի որևէ օլիգարխի նկատմամբ, որ այդ օլիգարխը զանգի Ամերիկա, ասի աման ձեր պատճառով մեր վրա են խոսում։ Ժողովուրդ ջան, այս արդեն Ռուսաստանն է, թե դեռ մի քիչ մնացել է Ամերիկան։ Այսինքն դուք պատկերացնեք ինչ է անում Մասկը։ Մասկը Ամերիկան դարձնում է Ռուսաստան։ Այս քաղաքականությունը մեզ այնքան ծանոթ է, բերանը չբացած մենք գիտենք ինչ է անում։ Որտեւ այդ ամեն ինչը մեր գլխին տեսել ենք։ Հիմա դուք պատկերացնում եք Ամերիկայի քաղաքացին, իսկ Ամերիկայում տիտղոսային ազգ չկա։ Ամերիկան ճանաչում է քաղաքացիությամբ, ինչ ազգ ուզում է եղի։ Մարդը ունի Ամերիկայի քաղաքացի ինչ որ բանից դժգոհում է իր կառավարությունից։ Դու Ուկրաինայի օլիգարխին պատժելով ո՞նց ես այդ մարդուն ձայնը լրացնում։ Այսինքն ինչի ես լրացնում այդ մարդու ձայնը նախ, ինչ այդ մարդը իր բողոքի խոսքը ասելու իրավունք չունի։ Եվ ինչպես ես դա լրացնում ռուսական ոճով։ Դե հիմա տեսնում եք ինչա կատարվում, էլի ժողովուրդ ջան։ Իսկ հիմա նայենք թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը պատասխանել է լրագրողների արդեն, թե ինչու Միացյալ Նահանգները Ուկրաինային հակաօդային պաշտպանության հավելյալ համակարգեր չի տրամադրում։ Սա մի երկու առաջ էր պատասխանը, բայց քանի որ շարունակություն ունի, դրա համար դա ուզեցի նորից ես հիշեցնեմ, որ դա ասեմ։ Որովհետև ես պետք է վստահ լինեմ, որ նրանք պատրաստ են բանակցել, պատրաստ են խաղաղ համաձայնագրի։ Եթե նրանք դա չեն անում, մենք չենք պատրաստում օգնել նրանց, քանի որ ես ուզում եմ վերջ դնել մահերին, տառապանքներին, ասել է Տրամպը։ Այսինքն դուք պատկերացնում եք ինչ է նշանակում։ Ինքը օգնում է Ռուսաստանին, չի օգնում Ուկրաինային, իր տեխնիկայով չի օգնում, անգամ զինամթերք չի տալի, կոորդինատներ չի տալի, ոչինչ չի անում, խաղաղություն է ուզում։ Ո՞նց է ուզում խաղաղություն, որ Ռուսաստանն արագ բոլորին կոտորի, այդ ձևով միանգամից պատերազմը դադարի։ Մենք ծախսել ենք 350 միլիարդ դոլար, Եվրոպան ծախսել է 100 միլիարդ դոլար։ Ինչու նրանք մեզանից այդքան քիչ ծախսեցին։ Տեսնենք, թե ինչ կլինի Եվրոպայում։ Մենք չենք ցանկանում երրորդ համաշխարհային պատերազմ, ասել է ԱՄՆ նախագահը։ Հիմա հարց։ Ամերիկայի Միացյալ Նահանգները անգամ պետական կառույցներն ասել են, որ դուք 350 միլիարդ չեք ծախսել, այդ թիվը 100 միլիարդի մոտ է։ Ինչա անընդհատ համառորեն ասում 300, եթե գիտի, որ այդ թիվը չկա, կարող է մի տեղի վրա հղում անի։ Արդեն մարդկանց վրա էլ չի ազդում։ Ամերիկայի քաղաքացիները վաղուց գլխի են ընկել։ Այդ մանիպուլյացիայի վրա էլ չեն խափում, ում համար է դա ասում։ Այսինքն ես իմ սխալը չեմ ընդունում, շարունակում եմ, բայց խնդիրը ուրիշ է։ Եթե դու ասում ես, որ ես չեմ ուզում Եվրոպայի համար ծախսեմ, Եվրոպան ասեց շատ լավ, հասկացա, ես հիմա իմ համար անվտանգության համակարգ եմ ստեղծում, ես ծախսեր եմ անում, շատ մեծ ծախսեր եմ անում, անգամ համախառն ներքին արդյունքի ոչ միայն 5%-ին կհասնեմ, չնայած շատ դժվար թիվ է, անգամ Եվրամիությունն ասեց անվտանգային խնդիրների ֆունկցիան չի, բայց բոլոր այն պետությունները, որ ռազմական ծախսը կավելացնեն, ես նրանց այնպիսի հնարավորություններ կտամ, այնպիսի ռեժիմներ կսահմանեմ, որ նրանք անգամ դուրս կգան շահած դուրս կգան այդ ծախսերը անելով։ Մի բան որ ակնհայտ է, որ պետք է անեին, եթե մենք Երևանում նստած դա գիտեինք, դեռ ամիս առաջ խոսում էինք դրա մասին, հաստատ իրանք այդ քանը խելքները կհասներ օգտվեին Ամերիկայի սխալներից։ Բայց խնդիրը ուրիշ է։ Եթե այսօր Եվրոպան արդեն զինվում է, Ամերիկան ասում է ինչի պիտի ես օվկիանոսով բաժանված, ես Ուկրաինային փող տամ, դու տուր։ Հիմա Եվրոպան ասում է եղավ ախպեր, ես եմ տալիս։ Հիմա անհանգստացած ասում է, ինչ եք անում, երրորդ համաշխարհային պատերազմ եք ուզում։ Չհասկացանք։ Բայց դու ինչ ես ուզում։ Որ դու Ուկրաինային չզինես, Եվրոպան էլ Ուկրաինային չզինի, դու Եվրոպային ասես, եթե քո վրա հարձակվեն, ես չեմ պաշտպանելու, եւ դրանից հետո դու օգնես, որ Ռուսաստանը զինվի, Կորեայից զենքը վերցնի, Չինաստանի հետ համագործակցի, Իրանի հետ զենքը վերցնի, Եվրոպան էլ չզինվի։ Որտեւ եթե Եվրոպան զինվեց, դա կհանգեցնի երրորդ համաշխարհային պատերազմին։ Բայց մեր Եվրոպա դու գնա քո անվտանգության համար մտածի, հմին չեք ուզվե։ Եվ մեկ էլ 2025 թվականի մարտի 7-ին մի քանի օր առաջ, որտեղ դրա հետ կապված նոր թեմա կա, դրա համար է դա հիշեցնեմ։ Ռուսական զորքերը համատեղ օդային, ցամաքային եւ ծովային հրթիռային հարված են հասցրել կարևոր ենթակառուցվածքի օբյեկտներին, հայտնում է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը։
Ազդեցության հիմնական շեշտը դրված է Ուկրաինայի գազի արդյունահանման օբյեկտների վրա։ Գրոհները հետ մղելուն մասնակցել են F-16 և Mirage 2000 ինքնաթիռները։ Ֆրանսիական կործանիչներն առաջի անգամ մասնակցել են հակառակորդի ավիահարվածների հետ մղմանը։ Ուշադրություն, ավիահարվածի հետ մղմանը։ Իրանք չեն հարված հասցրել, բայց այդ պարագայում անմիջապես Ամերիկան արձագանքել է, ոնց թե դուք Ռուսաստանի հարվածը հետ մղեք F-16-ով, անմիջապես Ամերիկան դադարեցնում է աջակցություն Ուկրաինայի F-16-երի։ Սա բարդություններ է ստեղծել Ուկրաինայի օդային ուժերի համար։ Ուկրաինայում հույս ունեն, որ ֆրանսիական Mirage 2000-ը կկարողանա փոխարինել F-16-ին, այսինքն դուք պատկերացրեցիք, չէ՞, ինչա կատարվում։ Բացի այդ, հայտնի է դարձել, որ ԱՄՆ չի վերսկսել ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային, նույնիսկ բնական պաշարների մասին համաձայնագրի ստորագրումից հետո։ Այսինքն ստացվեց, որ երբ որ խոսում ենք այն մասին, որ ասում են ավելի աբսուրդ բան գոյություն չունի, եթե Ամերիկան հիմա վաճառելով ռազմական տեխնիկա 100 միլիարդից ավել վաճառել է, շուկան վերցնում է իր ձեռքը, Ռուսաստանը դուրս է մղում եւ հարձակողական եւ պաշտպանական զենքեր վաճառելու, որտեղ ասում են ոչ հարձակողականը տա մի բան, Ուկրաինայում տեսել ենք, ոչ պաշտպանականը տա մի բան, ուկրաինացիների հարձակման ժամանակ տեսել ենք։ Ավելի լավ է առնենք ամերիկյանը, սկսեցին առնել ամերիկյանը, իսկ զենք ծախելը դա լրիվ ուրիշ կարգավիճակ է պետության համար։ Անմիջապես Իլոն Մասկը հայտարարեց, որ ամերիկյան զենքը անորակ է եւ թանկ։ Եվ դա պարտվողի զենք է, զարմանում են ոնց են առնում։ Այդ որ բիզնեսներն է, որ կոպեկ հաշվում է Ամերիկայի եկամուտները, կանգնում է վաճառվող ապրանքին անուն է դնում, որի անունը փրկել է Ուկրաինան, որովհետև եւ Իրաքում խայտարակ եղան այդ զենքով, եւ Սիրիայում, Աֆղանստանում խայտարակ եղան, թողեցին այդ զենքը փախան։ Ուկրաինացին այդ զենքի նորից հեղինակությունը վերականգնեց, երբ որ դրա մշակումները դեռ 20-րդ դարի վերջի էր, 21-րդ դարի էլ չէր։ Եվ ինչ ստացվեց, այն ժամանակ արդեն ասում ենք, դա նպատակային ուզում է, որ Ամերիկան չկարողանա այդ զենքը վաճառի, որպես Ռուսաստանը շարունակի վաճառել։ Ասում ենք, բա էլ ագենտը ոնց է ալնում։ Եվ մեկ է տեսեք ինչ է ստացվում։ Մարդիկ հիմա ասում են, հասկացեք, Ամերիկան եթե քեզ զենք է տվել, այդ զենքը կարող է չթողի դու օգտագործես։ Մի առնի Ամերիկայից զենք։ Ամերիկան արդեն անհուսալի գործընկեր է։ Մենք երբ որ գիտեինք, որ Ռուսաստանը մեզ զենք է տվել, որից հետո ուզում էինք օգտագործենք, այդ զենքը մեկ էլ տեսանք, որ Իսկանդերը օգտագործում ես, բայց կոորդինատ չեն տալի, դա դառնում է երկաթի կտոր։ Մենք տեսանք, թե ոնց մեր հոպը անջատեցին, որպեսզի ադրբեջանցին հարվածի, մենք համարել ենք Ռուսաստանը անհուսալի գործընկեր։ Եվ միշտ օրինակ ենք բերել Ամերիկային, որ եթե Ամերիկան իր որևէ մեկի թիկունքին կանգնում է որպես գործընկեր, լարվի այլ որակ է։ Օրինակ ենք բերել Իսրայելի հետ կապված, տեսել եք ոնց է թիկունքին կանգնած։ Իսկ մենք այդպես գործընկեր չունենք։ Այսօր Ամերիկան արդեն աշխարհին ցույց է տալի, որ եթե ինձանից զենք առնես, չես կարողանա օգտագործես։ Եթե ես ուզենամ հակառակորդը քեզ հաղթի, ես կանջատեմ այդ կոորդինատները նախ քեզ չեմ տա, լուրջ խնդիրներ է հիմա ունենում Ուկրաինան, որովհետև այդ հետախուզական տվյալները չեն տալիս, բացի դրանից ես թույլ չեմ տա անգամ իմ տեխնիկան օգտագործես։ Հայմարսի համակարգերը տվել եմ, զինամթերքը չեմ տա, հրթիռները չեմ տա, ոչ Հայմարսի, ոչ Ատակամսի։ Էլ դրանից հետո որևէ մեկը ամերիկյան զենք կառնի, եթե իմանա այդ զենքը ամերիկան չի թողելու օգտագործես։ Որտեղ հակառակ կողմը իր անգերն է։ Այսինքն սա էլ է նպատակային արվում, Ժողովուրդ ջան, ավելի պարզ էլ ոնց արվի։ Այսօր եթե փողոցում մեկի ուշ կգնա, մեկը բերի ասի մի հատ ջուր տվեք, այդ մարդուն ուշքի բերենք, ջուրը շփեք երեսին, վրեն նայ տենա ամերիկյան է, պետք է ասի չեմ ուզում, որտեղ ջուրը վրես շփելու ես կամ տալու ես խմեմ, մի որոշ ժամանակ հետո գալու ես տասնապատիկ այդ ջրի փողն ուզես։ Պետք չի ախպեր, քո ջուրը պետք չի։ Իսկ հիմա դրա հետ կապված, երբ որ արդեն Իլոն Մասկը տեսավ, որ Ամերիկայի գլխին սարքում է, շատ լավ իր մոտ ստացվեց անհուսալի գործընկեր սարքի աշխարհի առաջ։ Ինչ է ասում։ Իլոն Մասկը գրառում արել. Իմ Starlink համակարգը ուկրաինական բանակի ողնաշարն է։ Եթե ես դա անջատեմ, ամբողջ ճակատային գիծը կփլուզվի։ Տարիներ շարունակ արյուն է թափվել փակուղային իրավիճակում, որից Ուկրաինան անխուսափելիորեն դուրս կգա որպես պարտված։ Յուրաքանչյուր ոք, ով իսկապես հոգ է տանում, իսկապես մտածում է, իսկապես հասկանում է, ցանկանում է, որ մսաղացը դադարեցվի, եզրափակել է Մասկը։
Հիմա պատկերացրեցիք ինչա։ Երբ որ արդեն խոսեցին նրա մասին, որ Starlink-ի վրա պետք չի հույս դնել եւ այլտրանքային տարբերակներ են մտածում, որ Starlink-ը դուրս մղեն, առավել եւս տեսնում ենք Եվրոպայում ինչպիսի վերաբերմունք կա Մասկի Տեսլաների նկատմամբ, գործնականում ոչ միայն չեն առնում, այլ որտեղ հնարավորություն կա այրում են, հրկիզում են, ջարդում են, ամեն ինչ են անում։ Այսինքն այս ամեն ինչի ֆոնին ինքը ասում է Տրամպը անհուսալի գործընկեր է, բայց ես շարունակում եմ Starlink-ով ապահովել Ուկրաինա, թե չէ կփլուզվի, այ ես եմ դա անում, որովհետև չի ուզում, որ իր Starlink-ից հրաժարվեն, բայց ուզում է հրաժարվեն F-16-ից, ուզում է հրաժարվեն HIMARS-ից, ուզում է հրաժարվեն Javelin-ից կամ Atacams-ից եւ այլ, նա ասում տարբեր բաներից։ Այսինքն դուք պատկերացնում եք ինչ է կատարում։ Բա մեռանք ասելով Ժողովուրդ ջան, այս կռիվը գնում է Տրամփ Մասկ կռիվ է գնում։ Սա աշխարհի կռիվը չի։ Մասկը մի շանս ունի կյանքը երկարացնելու, որ իր պաշտոնը ամբողջությամբ չաշխատի Դոնալդ Տրամփը, որ ինքը ձախողվի ընտրություններին, նոյեմբեր ամսին 2026 թվականի։ Դա էլ ենք շատ խոսել դրա մասին։ Իսկ հիմա արդեն հանրապետականները արդեն հասկան, դա էլ ենք ասել, որ մի մոմենտ կհասկանան, որ կարող է իրանք գնան պարտվեն ընտրություններին։ Սա դիտավորյալ քայլեր է, որ ընտրություններին պարտվեն։ Իսկ եթե ընտրություններին պարտվեն, կարող է սկսեն impeachment-ի գործընթաց, հանեն դնեն սեղանին, սկսեն impeachment-ի գործընթաց։ Իսկ եթե impeachment-ի գործընթաց սկսեցին, ով ավտոմատ դառնալու նախագահ, փոխնախագահ, որը իր կարգավիճակով, իր ինտելեկտուալ հնարավորություններով ուղղակի իրնելու է Մասկի ձեռին տիկնիկ։ Իսկ եթե նոյեմբեր ամսին փոխվի կոնգրեսում մեծամասնություն ունենան դեմոկրատները, այսքան է դեմոկրատներին վիրավորել են։ Դրանից հետո impeachment-ի գործընթացը, մինչև այդ impeachment-ը ուժի մեջ հասնի մտնի, այդ որոշ ժամանակ է անցնում։ Իսկ Սահմանադրության 22-րդ հոդվածն ասում է, եթե նախագահային փոխարինում ես 2 տարուց ավել, ապա դա մի ժամկետ է համարվում։ Մեկ էլ կարաս մի ժամկետ ունենաս, ոչ թե 2։ Իսկ եթե 2 տարուց պակաս է, կարաս 2 ժամկետ առաջադրվես։ Այսինքն մինչև նոյեմբերին կոնգրեսը ընտրվի, որտեղ փոքրամասնություն ունենա հանրապետականը, մինչև սկսեն impeachment-ի գործընթաց, որին կարող է նաև հանրապետականները միանալ, տակը կմնա 2 տարուց քիչ ժամանակ։ Այսինքն փոխնախագահ ավտոմատ դառնալով նախագահ դեռ 2 ժամկետ է կարող է ընտրվի, որովհետև 22 Սահմանադրության 22 փոփոխությունը դժվար չէր Մասկը իր արհեստական ինտելեկտին հաներ բերել դներ սեղանին։ Հիմա սա է կատարում Ժողովուրդ ջան։ Եթե սա Ամերիկան հանդուրժելու է, ես շատ զարմացած եմ։ Այսինքն տեսնում եք, նպատակային Ամերիկային անհուսալի գործընկեր են սարքում։ Նպատակային, որ տես ինքը զենքը տվել է, բայց ինքը քեզ այդ զենքով տված զենքով պարտության է քեզ տանում։ Փողը ձեռիցդ վերցնում է, որ ուրիշ էլ չկարողանաս զենք առնես։ Ինքն է քեզ զենք չի տալու։ Եվ մեկ էլ ինչ է ասել Մասկը։ Նորից է կրկնե, համաձայն է այն կարծիքին, որ Եվրոպան ԱՄՆ-ին վերաբերվում է ինչպես բանկոմատի եւ կրկին պաշտպանել է երկրի ՆԱՏՕ-ից դուրս գալու գաղափարը։ Այս մի անգամ էլ էր ասել, էլի ասում։ Իսկ ինչի է Եվրոպան, այսինքն այս որ ինքը ուզում է ասի ՆԱՏՕ-ից դուրս եկեք։ Այդ ՆԱՏՕ-ի հետ կապված այնքան են ՆԱՏՕ-ն արժե զրկել, որը ստեղծված էր Եվրոպայի անվտանգության համար։ Որ խոսքը հասել է նրան, որ արդեն կանգնում ասում են, գիտեք ինչ, ՆԱՏՕ-ն մեր ինչին է պետք, կամ ինչի է Եվրոպան որպես բանկոմատ վերաբերվում, անընդհատ ժողովրդի ականջին լսացնել են տալիս, որ այ տեսեք Ժողովուրդ ջան, այս սաղ մեզանից փողերը տարել են, լավ այդ պոպուլիստական բաներով ընտրվեցիք, հասկացանք Ժողովուրդ ջան, բայց մարդիկ գլխի են ընկել, որ խաբել եք դուք իրանց։ Դրանից հիմա նորը ինչի եք խաբում, ինչ եք ուզում դրանով ասեք։ Լավ ի վերջո մի հատ պարզ բան հասկանանք, որովհետև անընդհատ այս բանը գնում է, որ անընդհատ ցույց են տալիս, թե բոլորը Ամերիկայից օգտվել են։ Ամերիկայի Միացյալ Նահանգները մի անգամ էլ անդրադառնանք այդ թեմային։ Մեծ դեպրեսիայի ժամանակ, որը Ռուզվելտն եկավ, հազիվ մի շանհալի Ամերիկան փրկեց 30-ական, 40-ական թվականները անցյալ դարի։ 32-ից սկսվեց, մինչև գնաց համընկավ Ռուզվելտի պաշտոնով, բայց ինչպես նաև Ռուզվելտին հաջողվեց հանել այդ վիճակից, որովհետև արդեն սկսեցին Եվրոպայի հետ կապված պատերազմի, երկրորդ համաշխարհային պատերազմին, ամեն ինչով աջակցել։ Եթե Ամերիկան տետ ուժեղ կշիռ ունենար, Ճապոնիան Ամերիկայի վրա կհարձակվեր, եթե Ամերիկան կշիռ ունենար, Գերմանիան ու Իտալիան պատերազմ կհայտարարեին Ամերիկային։ Ամերիկան պարտադրված եղավ դրա մեջ մտնի, բայց մինչև այդ ինքը ուղղակի օգնում էր Եվրոպային։ Մեքենաներ էր տալի, տարբեր բաներ անում համաշխարհային պատերազմի հետ կապված։ Երբ Ամերիկան դարձավ գերտերություն, երբ Ամերիկան դարձավ միաբևեռ աշխարհի միակ բևեռ, Եվրոպայում տարած հաղթանակի շնորհիվ։
Եվրոպայում էր ներկայացված Ամերիկայի հեղինակությունը, որ մանավանդ Եվրոպան ընկալվում էր որպես մեկ արևմտյան ընդհանրություն օվկիանոսի ծենքում, բայց իրար օվկիանոսը անգամ չէր բաժանում։ Դա էր եւ Ամերիկայի կշիռը։ Հիմա դրանից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգները 1946 թվականի մարտի 5-ին Ուինստոն Լոնարդ Սպենսեր Չերչիլը Ամերիկայի Ֆուլտոն քաղաքում գնաց է ելույթ ունեցել եւ խոսել է նրա մասին, որ ասել է ժողովուրդ ջան, պետք է լինի նոր աշխարհակարգը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ինքը արդեն վարչապետ չէր, արդեն խոսում էր երկաթյա վարագույրի մասին խորհրդային միության հետ, արդեն խոսում էր սառը պատերազմի մասին խորհրդային միության հետ։ Այս ամեն ինչը սկսվեց 46 թվականից, հետո 49-ին ՆԱՏՕ-ն արդեն հետևանք էր դրան։ Հիմա ժողովուրդ ջան, համարյա 80 տարի համարյա 79 տարի դուք քաղաքականություն եք տարել։ Դրել եք էլ Ազատություն ռադիոկայան, էլ Գոլս Ամերիկայի ձայն, էլ Նեմեցկայա Վալնա Գերմանիայի ալիքը, եւ հայերեն եւ ռուսերեն տվել եք այդ ամեն ինչը, ասել եք, որ այդ որտեղ եք ապրում այդ բանտում, ցարիզմը ժողովուրդների բանտն է, չարիքի կայսրությունն է եւ այլ, ոտի ելեք, դուրս եկեք, էս արեք, տեսեք արևմուտքը ինչ ժողովրդավար է, էսա, որ երկիրը ձեր ժողովրդավարությանը չի ենթարկվել, ռմբակոծել եք, հրթիռակոծել եք, մեկ ուրիշին փող եք տվել, որպեսզի ձեր ժողովրդավարության քարոզիչ դառնան, ասել եք, լսել են մարդիկ։ Հիմա եկել եք կանգնել եք, ասում եք, մեզանից ինչ եք ուզում։ Ժողովուրդ, բայց ձեզանից ով էր բան ուզում։ Թողեք այդ երկրներն իրաց տեղը լավ էր, վատ էր իրաց ժողովրդավարությամբ ապրեին։ Սրա մասին է խոսքը։ Հիմա գիտեք հարցը որն է։ Հիմա նայեք, նույնը վերցնենք Հայաստանի վրա, ասում են բանտում եք ապրել, ժողովուրդ, բայց դուք արժանապատվություն չունեք, ասում ենք ունենք։ Խորհրդային միության ժամանակ եղել է մի սերունդ, որը որ ոտի ականել գետի պես փողոց է լցվել խորհրդային միության դեմ 88 թվականին։ Այդ չափի մարդ էլ երբեք դուրս չի եկել անկախ Հայաստանի պատմության մեջ։ Այդ մարդիկ դուրս են եկել մի փոքր ազատության հնարավորություն ա եղել, փողոց են լցվել գետի պես։ Այսինքն այդ մարդիկ այդ ազատությունը իրաց մեջ կրում են, շանս չկար այդ բանտի դեմ դուրս գալու, շանս չկար։ Բայց ուզում էին իրանք դա, եթե չուզենային, դες կպորտկային փողոց կլցվեին։ Ռուսներն անգամ բողոքում էին, թե տանկի դեմ Հայաստանում նռնակներ են օգտագործել։ Մերոնք էլ կատակ էին անում, ասում են ճիշտ են ասում, օգտագործել ենք MŞ-31K տիպի նռնակ, այսինքն մածունի շիշ 31 կոպեկ, որ մեջ բենզին է լսի շպրտել, այդ է կռիվը, այդ դրանով են կռվել սովետական տանկերի դեմ, այդ սերունդն է եղել, որը այդպես պայքարել է, այդ սերունդին ասել ես ժողովրդավարություն, այդ սերունդին ասել ես արևմտյան արժեքներ, դուք պետք է այսպես ապրեք, բանտից դուրս գաք, որպեսզի բանտից դուրս գաք, ձեզ տալիս ենք մուրճ, պատը քանդելու, ձեզ տալիս ենք սնունդ, որ ուտեք, առողջ ելնեք, ձեզ տալիս ենք կոորդինատներ, ոնց այդ պատ դուրս գաք այդ բանտից, էս տալիս ենք, վերջում գալիս ասում եք ժողովուրդ, Այս ինչ եք անում։ Մենք բանտի պետի հետ լավացել ենք մեր հարաբերությունները եւ ընդհանրապես դեմ ենք, որ դուք բանտից դուրս գաք։ Այդ ես էլ լավ չեք բայ, դուք եք մեղավոր, որ իր դեմ ըմբոստացել եք։ Ոչ միայն այդ տված փողը կվերեք տասնապատիկ կվերադարձնեք, նոր տեխնիկա էլ չենք տալու բանտի պատը քանդելու համար։ Մաքսիմում կխնդրենք բանտի պետին, որ ձեզ չկոտորի, իսկ նրանք ովքեր կըմբոստանան, նրանց էլ կոորդինատները կտանք բանտի պետին եւ մուտքի մոտ ձեզ կկրակեն անվտանգության աշխատողները։ Սա է տեղի ունեցել ժողովուրդ ջան։ Դուք հասկանում եք։ Մարդիկ արժեհամակարգի համար կռիվ են տվել։ Ես հասկանում եմ Ամերիկան, որ Հայաստանը փող ա դրել, մարդիկ կան սուսուփուս են, որոնք այդ փողերը ստացել են, որտեղ եթե իրանք կանգնեն ըմբոստանան, Ամերիկայից կասեն, լսի ինչ ես ուզում, փողը տվել եք մեր արժեքների մասին խոսել ես։ Հա, Ռուսաստանը տա Ռուսաստանի մասին խոսայր։ Իրանք ծպտուն չեն անում, ասում են նախ եթե հետո չեն էլ տա, գոնե ցեն չանենք։ Հա, նեղված են, բայց ցեն չեն անում։ Որովհետև ի վերջո իրանք փող են ստացել, դրա մասին խոսել են։ Բայց չէ որ կան հսկայական տվող մարդիկ, օրինակ ինպես, որ այդ փողը չեն ստացել, նրանք գաղափարական մարդիկ են։ Այդ մարդիկ ասում են ժողովուրդ ջան, եթե դուք սապտի բանտ համարեիք, մեզ մեղադրեիք, թե ինչի չեք բանտի դեմ պայքարում, բանտից դուրս գալու, հետո գնայիք բանտապետի հետ լավանեք, թողեիք մեկ այս երկրի ներսում հանգիստ մտածեինք ոնց ենք յոլա գնում։ Գոնե փորձեինք երկիրը ներսից բարեփոխենք, այլ ձեր վրա հույս չդնեինք։ Բայց սա է հարցը ժողովուրդ ջան։ 20 տարի այդ մասին ես որ խոսել եմ, ասել եմ ոչինչ ես չեմ տեսնի այդ լավ օրերը, իմ երեխաները կտեսնեն։
Բայց 20 տարին չի եք մեր կյանքից կորցնում։ Քոչարյանի ժամանակ, Սերժ Սարգսյանի ժամանակ, Նիկոլ Փաշինյանի ժամանակ իմ չափ կապեր ունեցող, խելք ու գրագիտություն ունեցող, կազմակերպական որակներ ունեցող մարդը չէր կարող աշխատել միտեղ։ Կարիքը չէին ունենա։ Բայց ասել ենք մեզ ոնց տենց բան թույլ տանք։ Բայց հիմա այսօր կանել ասում է, մեզ Ամերիկայից ինչ եք ուզում։ Եղբայր Ամերիկայից բան չենք ուզում։ Ասում ենք որոշեք, եթե սա Տրամփն է, դեռ շարունակենք պայքարել, որտեղ մենք գաղափարական մարդիկ ենք։ Անկամ Ամերիկային ասենք, չի կարելի այդքան նյութապաշտ լնել, քանի որ դուք ընտրեցիք նյութի եւ արժանապատվության միջև փողը, չեք ունենա ոչ փող, ոչ արժանապատվություն, փողը ձեզ չի հասնելու։ Խաբեցին այդ փողը չեն տալու, ինչպես տեսնում եք, այդ փողը չեն տալիս, չեն էլ կարողանում տալ։ Իմ ասածը սա է, եթե սա Տրամփն է, մենք մտածենք, որ ուրիշը կգա, ռադիկալ ուրիշ քայլեր կանի, վիճակը կփոխի։ Եթե սա Ամերիկան է, մենք մեր գլխի գալիքն իմանանք, ժողովուրդ ջան։ Մենք իմանանք ինչ ենք անում, ում հետ ենք աշխատում։ 4.500 տարվա քաղաքակրթություն ունեցող Հայաստանն է։ Միտեղ գլուխներս քարին պատին գտանք, կմտածենք ոնց գոյատևենք։ Բայց իմանանք, որ այլևս Ամերիկա, որը Եվրոպայում ներկայացված չի, դա Չիլի է, դա Մեքսիկա է, դա Բրազիլիա է, դա Արգենտինա է։ Մենք նրանց կյանքով երբ ենք հետաքրքրվել։ Կամ ընդհանրապես որևէ մեկը Բրազիլիայից նեղացել ասլա մեր հարցով ինչ չէ զբաղվում։ Ամերիկանսկի Կանադա էլ չի, Կանադան Եվրոպայի հարցերով մտածում է։ Մեր ասածը սա է, ժողովուրդ ջան, որ թող Ամերիկան որոշի, ասի, որ ես հետ եմ քաշվում։ Վերջին վրա հույս չդնեք։ Իմանանք դա Ամերիկայի որոշումն է, ոչ թե Տրամփի, որտեղ եթե Տրամփինն է հաջորդը որ եկավ, ռադիկալ քայլեր անելու, որ այդ անվստահությունը, որ Ամերիկան ձեռք է բերել Տրամփի պատճառով, այդ վերականգնի, կարող է շատ բան անդառնալի լինի, այդ հասկանում եմ։ Բայց այդ ամեն ինչը գոնե պետք է փորձի։ Իսկ եթե դա Ամերիկայի որոշումն է, վերջ, ժողովուրդ ջան, որևէ խնդիր չկա, պետք չի մոլորակի վրա մուննատ գալ։ Մենք ուղղակի հասկանանք, որ իզուր ենք այդ ժամանակը ծախսել, մեզ խաբել են, ժողովուրդ ջան։ Հալավի չանենք, տենց էլ է ալնում, կյանք է։ Բայց պետք չի ասել, մենք այդ փողը դրել եք ձեր կշռի համար, այդ փողը դրել եք, որպեսզի արտահանեք ձեր ժողովրդավարությունը, ով չի ենթարկվել, գլխին տվել եք։ Շատ-շատերը չեն ուզեցել ենթարկվել, սպանել ոչնչացրել եք, տները քանդել եք, որտեղ ձեր ժողովրդավարությունն եք բերել։ Շատ-շատերն էլ հոժարակամ ուզել են, իմ նման մարդիկ։ Դպրոցում էլ անգլերեն թեքումով դպրոց ես գնում, գնացել ես արդեն այդ գիտեք, որ ինչ ուզում ալի, եթե դպրոցում դու անգլերեն թեքումով ես գնացել, բնագրից բաներ ես կարդացել, արդեն քո ներքին այդ պատկերացումները դեպի այդ կողմ դպրոցական տարիքից է գալի։ Եթե նույնիսկ տարիների ընթացքում լեզուն չես օգտագործում, շատ բան մոռանում ես, միևնույն հիմքը այդպես է դրված եղել։ Այսինքն դա գալիս է նաև դպրոցից չի գալիս 2004 թվականից, որ բանը, ասենք, Վրաստանը այդ ճանապարհով գնաց։ Ուղղակի մեջը դա կար, եկավ առիթը օգտագործվեց, որ դրանք միացան։ Ինչի եմ ասում։ Այս կարգի հարցերում մենք պետք է իսկապես հասկանանք։ Իմ ասածը սա է, որովհետև հիմա այսօր որակապես լրիվ այլ խնդիր է։ Դոնալդ Տրամփ, ես առաջվա պես հավատում եմ Պուտինին։ Մենք Ռուսաստանի հետ շատ լավ հարաբերություններ ունենք։ Հիմա նրանք իհարկե շատ ուժեղ ռմբակոծում են Ուկրաինան, եւ ինձ համար իրականում հիմա ավելի դժվար է փոխգործակցել Ուկրաինայի հետ։ Նրանք ոչ մի հաղթատուկ չունեն, ասել է Տրամփը։ Իսկ հիմա ես ուզում եմ հասկանամ այս հաղթաթղթի մասին առաջի դեպքը չի որ ասում է։ Իսկ Ուկրաինայի հաղթատուկ չունի։ Բա որ Ուկրաինային 3 տարի պատերազմում է, Ամերիկան այսօր կանգնում է գնում է Ուկրաինայի ընդդիմության հետ բանակցում է, ասում է բերեք գցենք բանին Զելենսկուն։ Եվ Ուկրաինայի ընդդիմությունը կանգնում ասում է մեր անունը Տրամփ չի։ Մենք չենք կարող մեր պետության այս նեղ ժամանակ փողի դիմաց ծախվենք, ժողովուրդ ջան։ Չենք անելու դա։ Բա դա հաղթատուկ չի։ Հաղթատուկը ո՞րն է։ 3 տարի կռվում են միջուկային զորքի դեմ, միջուկային գերտերության դեմ։ Չի կարող հաղթի։ Ամերիկան անցել է Ռուսաստանի կողմը, Ուկրաինան շարունակում է կռիվը չի զիջում, եւ Տրամփը դժգոհում է, ասում է կարողանում եմ Ռուսաստանի հետ բանակցեմ, Ուկրաինայի հետ չեմ կարողանում բանակցեմ, բայց դա հաղթատուկ չի։ Որ այդ մարդն ասում է, իմ հայրենիքի համար կարամ կռվեմ, հասկանալի է շատ դժվար է Տրամփի համար պատկերացնել, որ մարդը կարա գաղափարական լինի, փողի համար չի ինչ որ բան անում, պատրաստ է զոհվի իր հայրենի մի կտոր հողի համար, դա անհասկանալի է Տրամփի համար, ես դա հասկանում եմ, ժողովուրդ ջան, բայց այդ մարդը ինչ գործ ունի ճակատագիր որոշի, այն էլ աշխարհի, եթե չես ուզում զբաղվես, թող դու սարի, բայց չէ, դու ուզում ես հաղթանակը տաս Ռուսաստանին։
Տրամպը հավելել է, իսկ ինչ վերաբերում է համաձայնագրին, այդ առումով ինձ համար գուցե ավելի հեշտ է Ռուսաստանի հետ գործ ունենալ, քան Ուկրաինայի, քանի որ նրանք ինչ-ինչ հաղթաթղթեր ունեն, բայց հիմա իհարկե նրանք ռմբակոծում են Ուկրաինան, եւ ես նրանց շատ պարզ հայտարարեցի, որ դա անհնար է անել, քանի որ մենք փորձում ենք օգնել իրար։ Տրամպն ասել է, որ Պուտինի փոխարեն ցանկացած մարդ կռմբակոծեր Ուկրաինան, հաշվի առնելով ռազմի դաշտում առկա իրավիճակը, եւ չնայած Տրամպն ասել է, որ ցանկանում է օգնել Ուկրաինային, նա ասել է, որ Կիևը պետք է աշխատի խաղաղության համաձայնագրի վրա։ Կարծում եմ, որ մենք շատ լավ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, բայց հենց հիմա նրանք ռմբակոծելով քարոքանդ են անում Ուկրաինան եւ պատկերացնում եք ինչ ասում ով է լլներ Ռուսաստանի տեղը, եթե ես կոորդինատները չեմ տալի հետախուզական, իհարկե կհարցակվեր, որ ավելի շատ տարածք վերցնի։ Ինքը ընդունում է, որ ինքն է այդ պատերազմում հաղթանակը տալիս Ռուսաստանին, Ուկրաինան չի բանանում։ Դոնալդ Տրամպն հավելել է, եթե Ուկրաինան չի ցանկանում կարգավորել իրավիճակը, մենք հեռանում ենք այնտեղից։ Ես դա անում եմ կյանքեր փրկելու համար, ոչ թե փողի համար, վայել ավելի փողի համար չես անում, դե կներեք էլի։ Այսինքն կյանքեր փրկելու համար կոորդինատները չես տալի հետախուզական տվյալները, զենք զինամթերք չես տալի, Ռուսաստանը զինվում է, տալիս է խաղաղ բնակչությանը ոչնչացնում կյանքեր, էս փրկում։ Տրամպն ասել է, որ Պուտինն օգտվում է այն փաստից, որ ԱՄՆ-ը սահմանափակել է Ուկրաինայի հասանելիությունը հետախուզական տվյալներին։ Կարծում եմ Պուտինն ավելի առատաձեռն կլինի, քան պետք է, քանի որ ցանկանում է վերջ տալ պատերազմին։ Հիմա դուք հասկացաք, չէ՞ ինչն է հարցը։ Ինչն է այսօր վրդովեցուցիչ, որ ասում ենք ժողովուրդ ջան, այսօրվա վիճակով այն ինչ որ կատարվում է, էլի այս կարգի հարցերը պարբերաբար ինչի եմ ներկայացնում, երբ որ շատ դեպքերում հարցը առաջանում, ինչի պետք է Ամերիկան բոլորին օգնի, ով ասել որ Ամերիկային օգնի։ Հիմա այսօրվա դրությամբ Եվրոպան հասկացա, որ Ամերիկայի վրա պետք չի հույս դնել։ Հիմա Եվրոպան, որ այսօր զինվում է, վաղ Հայաստանն էլ պետք է մտածի, իսկ այս անորոշության մեջ Հայաստանն ինչ է անելու։ Այս մանավանդ այս անորոշության մեջ, երբ որ մենք նայում ենք Իրանը կարդացի, Մերձավոր Արևելքը կարդացի, Ուկրաինան կարդացի եւ այլ, Հայաստանից ընդամենը 2 ինֆորմացիա կար, որը որ փաստորեն դե ինչ արած, այդ պետք է ելներ։ 2 ինֆորմացիան, որը միանգամից ցույց է տալիս մեր իշխանության այս իրավիճակին տիրապետելու ամբողջ հմայքն ու դժվարությունը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել խմբային հեծանվային զբոսանքից։ Հեծանվային սեզոնը բացեցինք։ Տեսանյութին կից գրել է վարչապետը։ Հազիվ են շոկից դուրս եկել, որ այս աշխարհի վիճակը մեր հասարակության, մեր հայրենակիցներին ասում են, բա մեր անվտանգություն ուից սպասենք, մեր սեփական ուժեր, բա որ մեզ զենք չտան, ամերիկան կոորդինատներ տա, Starlink-ից օգտվում է ուրիշ տարբերակով, բա որ մերն էլ անջատեն, ինչ ենք անելու, երբ որ Ամերիկան հիմա մեր զորքի հետ կապված աշխատանքներ տանում, Ամերիկայի զորքի ձևով են կռվում, մեկ էլ իմանում ենք, որ Ամերիկան կարող է մի օր փագի։ Մեկ էլ հազիվ էին ուզում այդ շոկից դուրս գանք Նիկոլ Փաշինյանի հեծանվա սեզոնը բացվելու, մեկ էլ վարչապետն ու ԿՊ անդամները զբոսանք են ունեցել Արևշատ Գյումրիում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի հատ էլ այս տեսանյութն է տարածել։ Ժողովուրդ ջան, ես չգիտեմ, չեմ կարամ հասկանամ, էլի, այսինքն սա ինչ է նշանակում։ Լավ բան չունեք ասելու, բայց ձեր հասարակությունը տագնապի մեջ է, անհանգիստ են, աշխարհի իրադարձություններին հետևում են։ Այս պարագայում մարդկանց հեչ բան չունեք ասելու, մեկ ուրիշի դեմքով, մեկ ուրիշի ձևով ասեք, մի անհանգստացեք, կամ անհանգստացեք, կամ զգոն եղեք, կամ զգաստ եղեք, մոբիլիզացված եղեք եւ այլ։ Եթե այս ամեն ինչը մարդիկ նայում են, ինչ են հասկանում։ Մտածում են, որ նրանք իշխանություն չունեն։ Էսը ցավալի։ Դե ինչ Այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Տանդինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։